այդ ապատեղեկատվությունները միտումնավոր են տարածվում այն քաղաքական ուժերի կամ քաղաքացիների կողմից, որոնք շատ դժգոհ են այս մեր որոշումից, որովհետև նույն եւ իրավական առումով եւ մենք բազմիցս սրա մասին խոսել ենք, այդ երկու հարցերն էլ հասցեագրված են, այսինքն ոչ մեկին չի արգելելու իր իսկ միջոցները օգտագործել այս կամ այն եղանակով, կլինի դա կանխիկ թե անկանխիկ, բայց մենք խրախուսում ենք, որ դա լինի անկանխիկ, որտեղ դա ձեռնտու է թե իրենց թե պետական բյուջեին։ Մարդկանց պետք է ասել, որ կանխիկացնելով իրանք փող են կորցնում։ Այո, իհարկե կորցնում են։ Իրանք կորցնում են փող։ Հիմա ես նաև ուզում եի թվերին անդրադառնալ, նույնը պարոն Հարությունյան, միանվագ լինելուն է, այսինքն երբ որ մենք բարձրացնում ենք ըստ էության թոշակները, դա նշանակում որ ամեն ամիս այն օրը, որոնք նրանք այն քաղաքացիներ, ովքեր ստանում են թոշակ, ստանալու են պլյուս 10,000 դրամով թոշակ, չհաշված հետ վճարը, բայց մի բան եմ ուզում ասել, պարոն վարչապետ, դուք այդ պատմական որոշման մասով որ խոսում եք, մենք նույնիսկ նվազագույնն ենք արդեն մոտեցրել, նվազագույն կենսաթոշակը, նվազագույն սպառողական զամբյուղին։